Բարև բարեկամներ, այսուհետ հանրայինի եթերում ամիսը մեկ անգամ կհանդիպենք Արցախի անցյալին վերաբերող հետաքրքիր ու զարմանալի պատմություններով եւ ասելիքի հիմքը արխիվային փաստաթղթերն են։ Պահոցի առաջին թողարկման թեմա ենք ընտրել Ստեփանակերտի վերածննդի հրապարակի ստեղծման պատմությունը։ Մեր նկարնող խմբի առաջին քայլը ԼՂՀ պետական արխիվին դիմելն էր։ Ցավոք այնտեղ թեմայի առնչությամբ գրեթե ոչինչ չգտանք, բացառությամբ արխիվային այս գործ։ 630 արխիվային ֆոնդերից մնացել է 270, այն էլ ոչ լիարժեք մասնակիորեն են պահպանվել եւ շատ անմիղթար վիճակում էին։ Անահիտ Գրիգորյան, ԼՂՀ պետական արխիվի գլխավոր արխիվագետ։ Մեզ համար ցավալի է, որ հնարավորին սահմաններում չենք կարողանում այն փաստաթղթերով բավարարել դիմատուներին, որը նրանց անհրաժեշտ է։ Վառ օրինակը այն, որ հիմա հետաքրքրվում են հրապարակի կառուցման եւ տեսքը, թե երբ են կառուցել, ինչպիսին է եղել, բայց մեզ մոտ ցավոք սրտի այդ սկզբնական փաստաթղթերը չկա, պահպանվել է միայն բարեկարգման նախագիծը, ահա այս գործը։ Քանի որ ժողովուրդը ըստ հիշողության ասում են, որ հրապարակը կառուցել են 54-53 թվականներին, բայց սա էլ 60 թվականի արխիվային գործ է, որտեղ բարեկարգման նախագիծն է։ Յուրաքանչյուր փաստաթուղթ հստակ կարող է մեկնաբանել միմիայն մասնագետը։ Ուստի մենք այս թղթապանակով ներկայացանք ճարտարապետին։ Ուսումնասիրելուց պարզվում է, որ բարեկարգման հաշվարկները արած, ուրեմն կատարվել է 60-ական թվականներին բարեկարգման նախագիծ։ Վլադիմիր Հովսեփյան, ճարտարապետ, քաղաքաշինության փաստաթղթերի փորձաքննության ընկերության տնօրեն։ Դա էլ ինձ թվում է, թե կապած կլիներ, որ Լենինի պատվանդանը պատրաստելուց եւ միաժամանակ 55-50 մինչև 60-ական թվականների տեղադրումից հետո ենթարկել է վերակառուցման։ Միաժամանակ եւ հրապարակում ստեղծել են նստատեղեր են ստեղծել մարդկանց, մինչև այսօր էլ այդ նստատեղերը քարից մնում է, այդ առաջարկությունները այն ժամանակ հաստատվել է կառավարության կողմից եւ վերանորոգման աշխատանքները իրականացվել է։ Մեզ հաջողվեց գտնել Ստեփանակերտի գլխավոր հատակագիծն իր մեջ ամփոփող մի հին գիրք։ Այն 1938 թվականի հրատարակություն է «Ազգոսպրոյեկտ» բնիկով։ Միջուկը հանդիսացել է մեր, այսպես ասած, այսօրվա Շահումյանի պուրակը, երկար տարիներ դա կոչվում է եւ կոչել ենք Պետաչոկ։ 38 թվականին ուրեմն ստեղծվելով հիմնականում գլխավոր հատակագիծը Ստեփանակերտ քաղաքի, դա միակ քաղաքաշինական փաստաթուղթներ առաջի, որը ներկա ժամանակի, տվյալ ժամանակի եւ հետագա զարգացման ուղիներն էր ցուցաբերված, թե բնակելի, թե հասարակական, թե ընդհանուր առմամբ բոլոր ինժեներական ցանցերի կոմունիկացիաների լուծումներն էր տրվել։ Եվ առաջի գենպլանից հետո արդեն մաս հետո 60-ական թվականներին սկսվել է իրականացվել ուրիշ գլխավոր հատակագծեր մինչև 78-89 թվականները։ 38 թվականին գլխավոր միջուկը հանդիսանալով մեր պուրակը, Շահումյան Արսեվա Շահումյանյան պուրակը, ես չեմ ուզում ասել Պետաչոկ, որովհետև Պետաչոկը դա իսկական ռուսական տերմին է, դա գալիս է այն մասից, որ ինքը ուներ 5 մուտք։ Այսօր այդ մուտքերը խախտված են, ուղղակի 4 մուտք մնացել, 7 մուտք, եւ այդ 5 մուտքի հիման վրա անվանել են Պետաչոկ։ Պետաչոկի ստեղծման հիմքը սա նույնն է, ոնց որ Երևանի գլխավոր հատակագծի ստեղծման պայմանները, այսինքն 3 օղակաձև լուծումներով, կանաչ գոտիներով օղակաձև լուծումներով։ Առաջի օղակը, երկրորդ օղակը եւ երրորդ օղակը փաստորեն այսօրվա դրությամբ երրորդ օղակից մնացել է մի փոքր հատված դեպի ստադիոն տանող ճանապարհի վրա եւ ներկայությամբ
երաժշտական դպրոցի դիմացի այդ հատվածը, իսկ մնացած հատվածները արդեն վերացվել են։ Նույն ճակատագրին են ենթարկվել նաև Երևանի 3-րդ օղակի այդ պայմանները, հատվածը։ Ընդհանուր առմամբ իմ մոտիկ ընկերներից, ճարտարապետներից, գոլեգաներից Երևանի լսել եմ, որ էսկիզային տարբերակը կատարել է Թամանյանը այս հրապարակի ստեղծման եւ հասարակական կենտրոնի ստեղծման այս միջուկը, ոչ թե նախագիծը, այլ տարբերակները նկատի ունեցել եւ այդ էսկիզների հիման վրա 38 թվականին ազգոսպրոյեկտի Ադրբեջանի կողմից մշակվել է նույն այդ ոճով, նույն այդ էսկիզների հիման վրա մշակվել է նույն գեմպլանը, գլխավոր հատակագիծը։ Դե ճշգրիտ ես չգիտեմ, նյութերը չեմ տեսել, բայց ուղղակի լսել եմ, որ Թամանյանը աշխատել է Ստեփանակերտի գլխավոր հատակագծի։ Տեղի արխիվում մեզ հետաքրքրող թեմաներին վերաբերող փաստաթղթեր գրեթե չկան, եղածն էլ շատ քիչ է։ Ուստի ծրագրի պատրաստման որոնումները մեզ բերին հասցրին Հայաստանի ազգային արխիվ։ Այստեղի աշխատողների հավաստմամբ Ղարաբաղին վերաբերող փաստաթղթեր այստեղ շատ կան։ Կան նյութեր առանձին անհատների գյուղերի ստեղծման մասին։ Ազգային արխիվում անշուշտ բավականին մեծ թվով փաստաթղթեր են պահվում Ղարաբաղի մասին։ Մարինե Մարտիրոսյան, Հայաստանի Հանրապետության ազգային արխիվի բաժանմունքի վարիչ, Ալեքսանդր Թամանյանի կյանքի ու գործունեության գիտակ։ Կառույցների, վիճելի սահմանային հարցերի, Ղարաբաղի ինքնության եւ այլ հարցերի վերաբերյալ մենք շատ բավականին նյութ ունենք ազգային արխիվում պահվող, իսկ կոնկրետ Ստեփանակերտ քաղաքի ուրեմն հատակագծի նախագծման կապակցությամբ մենք ունենք որոշակի փաստաթղթեր, որոնք փաստում են, որ այո, Թամանյանը նաև Ստեփանակերտ քաղաքի հատակագիծն է ուրեմն գծագրել։ Այդ մասին վկայում են նաև ժամանակին ճարտարապետական գիտությունների թեկնածու Լևոն Զորյանի ուրեմն կազմած նրա Թամանյանի ուրեմն նախագծերի եւ շինությունների ցանկի մեջ եւս շեշտված է, որ 1925-ից 32 թվականներին Թամանյանը ուրեմն մի շարք քաղաքների եւ քաղաքատիպ ավանների գծագրեր է նախագծել, այդ թվում նաեւ Լենինականի, Չմիածնի, Արաբկիրի, մեր հիմիկվա ուրեմն որ Երևանի թաղամասներից է, Լուկաշենի, որ ժամանակին Լուկաշեն էր, Դուբարաշեն, այսինքն Հոկտեմբերյանի, նաեւ Ստեփանակերտը եւս շեշտված է եւ այլ ուրեմն քաղաքների ու ավանների։ Մեր ձեռքի տակ հիմա կա մի արխիվային փաստաթուղթ, որը նաեւ տպագրվել է Ալեքսանդր Թամանյանի կյանքին ու գործունեության նվիրված փաստաթղթերի ժողովածուում։ Այս փաստաթուղթը եւ սա վերցված է ուրեմն ազգային արխիվի մեր պահոցներից, մեր պետպլանի ուրեմն ֆոնդից։ Փաստաթուղթը թվագրված է 1925 թվականի հունվարի 13-ով, որտեղ Թամանյանը հեռագիր է հղում Ստեփանակերտ, այն ժամանակ Ժողկոմխորի նախագահ Կարակոզյանին, որին դիմում է այսպիսի տեքստով. План Степанакерта сильно затрудняется отсутствием правильного плана местности и указанием рельефа. Для составления проекта необходимо организовать съемку местности, занимаемого городом и земель, предназначенных для расширения города. Работу необходимо поручить опытным землемерам в масштабе 50 сажений в дюйме. Предварительный эскизный план города вышли в середине февраля. Թամանյան, 13 января 1925 год. Սա իհարկե ուրեմն պատճեն է այդ հաստատված պատճեն է նրա ուղարկած հեռագրի։ Եվ ուրեմն ինչպես մենք հետագայում
բարձեցինք եւ արդեն հայտնի դարձավ, իրոք նա այդ նախագիծը կազմել է, ուղարկել է եւ նախագիծն էլ հիմա նրա նախագիծի մի օրինակը պահվում է Թամանյանի անվան տուն-թանգարանում։ Հայաստանի ազգային արխիվում մեծ տրամադրած միակ փաստաթուղթն իրոք հավաստում է, որ Ստեփանակերտն իրոք կա Ալեքսանդր Թամանյանի հատակագծերի ցուցակում։ Ազգային արխիվի աշխատակիցները մեզ հուշեցին, որ թեմայի շուրջ ավելի շատ մանրամասներ մեզ կարող է հաղորդել Երևանի Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանը, ով հանդիսանում է մեծ ճարտարապետի ծոռը։ Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հատակագծի էսքիզային նախագիծը կա մեր թանգարանում։ Հայկ Թամանյան, Ալեքսանդր Թամանյանի ծոռը, Երևանի Թամանյանի ինստիտուտ թանգարանի տնօրեն։ Ներկայացված է մեր այժմյան ցուցադրությունը։ Դա ըստ երևույթի էսքիզային նախագիծ է, սկզբնական, նախնական։ Թամանյանից երևի շատ բան է փոխվել ու դժվար է այժմյան Ստեփանակերտում գտնել Թամանյանի հատակագծի նմանությունը։ Թամանյանի գործունեությունը ընդհանրապես շատ ընդարձակ է։ Թամանյանի գործունեությունը չի սահմանափակվում շենքերի նախագծմամբ։ Թամանյանը գալով Հայաստան ու հայտնվելով այն ժամանակվա այսինքն ընդհարվելով հայկական այն ժամանակվա իրադրությանը, երբ չկային մասնագետներ, չկար դպրոց, չկային ինչ-որ ավանդույթներ, նա ստիպված եղավ ավանդույթներ ասելով գիտական ավանդույթներ, ինժեներական եւ այլն։ Նա ստիպված եղավ ինքը կատարել ճարտարապետին ոչ բնորոշ շատ աշխատանքներ, օրինակ հայտնի է դրա մասնակցությունը լայնահաղորդ ռադիոյի ցանցի ստեղծման գործում, անջրդի հողերի ոռոգման, մասնագետների ներգրավման, բարձրագույն դպրոցի հիմնման գործում։ Թամանյանը բացի շենքեր նախագծելուց զբաղվել է նաև քաղաքաշինական աշխատանքով ու մի առանձնակի հաջողությամբ, այսինքն նա է նախագծել Հայաստանի քաղաքների, ավանների, երբեմն գյուղերի գլխավոր հատակագծերը։ Այդ գլխավոր հատակագծերից մեկն էլ նաև Ստեփանակերտի գլխավոր հատակագիծն է, որով նա զբաղվել է որոշ ժամանակ։ Այդ մասին կա փաստաթուղթ, նամակագրություն ու կա այն էսքիզային նախագիծը, որը գտնվում է մեր թանգարանում։ Երևանից վերադառնալով Արցախ մենք շարունակեցինք Ստեփանակերտի գլխավոր հատակագծին վերաբերող մեր զրույցը ճարտարապետի հետ։ Առաջի տարբերակում ուրեմն նախատեսված պուրակը եւ շրջակա հարակից տարածքի բարեկարգման ու կառուցապատման նախագծով նախատեսված է մարզային սովետի շենքը, որը կառուցվել էր, մեր մարզ կոմի շենքը, հյուրանոցի հարակից տարածքի շենքերի տեղադրում եւ միաժամանակ առաջի դպրոցը։ Հրապարակը մնացել է նույնը, նույն ձևի կառուցապատվել էր, նույն ձևի ստեղծվել էր այս հրապարակը, բայց որոշ փոփոխություններով, որովհետև 30 թվականին տրվել էր 3 տարբերակ հրապարակի կառուցապատման եւ լուծման 3 տարբերակ։ Սա առաջի տարբերակն է։ Երկրորդ տարբերակում կառավարական շենքը իր տեսքը փոխում է, նույն ձևի այսօրվա Ներսոն Ստեփանյան փողոցի շրջակա տարածքի կառուցապատման ձևերն են փոխվում, հյուրանոցի ձևն է փոխվում, բայց համենայն դեպս հիմնական միջուկը մնում է մեր պետաչոկը իր կառուցապատման, ոնց որ այս շենքերը դրված է, փաստորեն սրա իրականացվել է։ Միայն փոփոխություն են ենթարկվել կառավարության շենքը եւ
Նեսոն Ստեփանյանի փողոցի տարբերակները։ 7-րդ տարբերակում նույնը էլի պահպանվել է հրապարակի շուրջ, պուրակի շուրջ կառուցապատող շենքերը, ստեղ կառավարական շենքերի նկատում եք տարբերակներ արդեն։ Փաստորեն այս 3 տարբերակներից ընտրվել էր հիմնականում առաջի տարբերակը, որով էլ առաջնորդվել են։ Քաղաքի գենպլանում այս հասարակական կենտրոնում նախատեսված էր նաև սպորտային համալիրների կառուցում, այսօր որ մեր ստադիոնը որ կա, դեռ 38 թվականին այդտեղ արդեն նախատեսված էր ստադիոնի համար։ Մինչև 70-ական թվականները, 60-ական, 70-ական թվականները հիմնական փաստաթուղթը, այս քաղաքաշինական փաստաթուղթը այս գլխավոր հատահագիծն է, որի մեջ ընդգրկված են շատ հետաքրքիր տվյալներ քաղաքի բնակչության, քաղաքի արդյունաբերության, քաղաքի ջրամատակարարման, հարակից գետերի, հարակից աղբյուրների քանակը։ 79 թվականին ես արդեն ներես շարժումը սկսած մեզ հրավիրել էին Բաքու ժողովի եւ ես այնտեղ հանդես եկա, մեր արդեն ստեղ շարժումը սկսած։ Ճարտարապետներով գնացել էինք, այն ժամանակ մենք պատվիրել էինք գենպլանը, բայց չէինք կարող վերցնենք։ 89 թվականին այս գրքից 3 հատ փախցրեցի այնտեղից, այսինքն Գոստրոյի աշխատող մի ռուս երիտասարդի միջոցով, բայց պլանշետները մնացին ու նրանից հետո արդեն գլխավոր հատահագծի շուրջը չի մտածվել։ Եղել են մանրամասն հատահագծման նախագծեր քաղաքի կենտրոնական մասի, բայց ամբողջությամբ քաղաքի գլխավոր հատահագծի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ այսօր գոյություն չունի։ Անցյալ դարի 30-40-ականներից գալով հասնենք 50-ականների վերջ, երբ մշակվեց հրապարակի բարեկարգման նախագիծը, այսինքն վերադառնանք տեղի արխիվի մեզ տրամադրած գործի փաստերին։ Հրապարակի շինարարությունը սկսվել է 50-ական թվականների վերջերից եւ կատարվել է մի քանի փուլով։ Այդ բոլոր փուլերի ականատես էի եւ քանի որ որպես քաղաքի բնակիչ ապրում էի այն թաղամասում եւ մեր դպրոցը գտնվում էր այստեղ, այնց որ ամեն օր անցնում էի այստեղով եւ հետագայում բոլոր փուլերին անմիջապես որպես շինարար ես մասնակցել եմ։ Առաջի փուլում ուրեմն կառուցվել է մեր այս շենքը, նախագահական ուրեմն նստավայրի շենքը 50-ական թվականների սկզբներին այստեղ գոյություն ուներ տեղամաս 1.5 հարկանի շենքերով, որտեղ որ ապրում էին մեր քաղաքի այն ժամանակվա 20-րդ դարի հանրաճանաչ մարդիկ։ Այ առաջի տունը այնտեղ մարզային դատախազի Սարգիս Պետրոսովիչ Հայրապետյանի տունն էր։ Հետո Գրիգորի Չիլինգարյան կար, դասատու ռուսանց լեզվի դասատու իր տունն էր։ Հետո այստեղ ապրում էին հարևանությամբ Հայկ եւ Արտյոմ Արուստամյանները եւ այստեղ 2 հարկանի շենքեր, դա այն ժամանակ հանրակացարան էր, Ղարմետաքս կոմբինատի, ապրում էին հիմնականում այնտեղ աշխատողներ։ Այդ ժամանակ ես 8-րդ դասարանում էի սովորում եւ միշտ հանցնելով այստեղ ինձնից անկախ Ռուդոլֆ Իսրայելյան, ճարտարագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, Ստեփանակերտի հրապարակի շինարարության մասնակից։ Կանգնում էի, քանի որ այս տեսնում եք, այս պատվանդամի այս քարերը, սրանք ցավապատված չեն, այլ ուղղակի խոշոր բլոկներից այն ժամանակ չկան սողուններ, բան ձեռքով տաշում էին եւ շատ հետաքրքիր կախված օրվա ժամանակից, օրվա տեմպերից շատ այնց այդ հնչում էր այդ մուրջերի ուրեմն ձայնը եւ հետագայում ես արդեն որ դառա շինարար
բան արեցի, մի քիչ sense զուգահեռներ, որ ստեղծեցի, եւ հասկացա, որ ընդհանրապես Ղարաբաղի բոլոր քարերը միաձև են հնչում, այսինքն գեղեցիկ, բարձր ձայնով։ Ես հիշում եմ, որ շենք հավարտելուց այստեղ առաջի անգամ տեղադրված են կրունկները կան, աշտարակային կրունկները ուրեմն։ Ինչ որ վթարային մի բան ստեղծվեց, կրունկ ընկավ եւ բարեբախտաբար ինչքան որ գիտեմ զոհեր չեն եղել, բայց մեր շնորհիվ մեր շինարարներին շուտ վերականգնեց եւ աշխատանքը սկսեց։ Այս բարեկարգումը դրսի հենց այս շենքի հետ է կատարվել։ Մինչետ ոնց որ ես ասացի, այստեղ մի հարկանի բնակելի տներ են եւ այս հրապարակը փաստորեն գոյություն չի ունեցել, ուղղակի ինչ որ մի հատ sense նույնիսկ բարեկարգված չէր եղել, որովհետեւ այս բոլոր ջրերը փողոցներից գալիս էին այստեղ եւ այս հենապատերն էլ չկային, հոսում էին այս ձորակով, ստադիոնի տակով, խողովակով անցնում էին քաղաքի մյուս կողմը։ Հրապարակի բարեկարգման առաջին փուլի շինարարության ականատեսներն այսօր ապրում են մեր կողքին եւ հետաքրքիր հուշեր ունեն։ Նրանք իրանությամբ են հիշում, որ մինչև 1960 թիվն ապրել են Մագիլևսկայա 31 հասեյում։ Շենքի փոխարեն այսօր այս նստատեղերն են։ Հիմա այս որ նստած ենք, մեր հին տան տեղն ալի, մեր տունը ստեղալ է։ Մի շենք հալալ, 6 ընտանիք հալալ ապրելիս, 35 մարդ։ Ամեն ընտանիք 5-ից նույնիսկ ընտանիք հալ 8-10 մարդ։ Դե ժամանակի ընթացքում վերհարցատակաստեղ պիտի մարդկոմի շենք կառուցին։ Տները մնացալ է, բայց սկսան են կառուցելը։ Սեփական տները քանդել են, շենքը սկսալ կառուցելը, եւ մինչեւ շենքը վերջացնելը եւ սկսալ են հրապարակ արդեն կարգավորելը մեր տոնը դեռ կար։ Հետո կամաց սկսեցին բնակարաններ հատկացնելը։ Զինավոր Արաքելյան, Ստեփանակերտի բնակիչ, մինչև 1960 թվականը ապրել է Մագիլևսկայա 31 հասցեում։ Տունը քանդեցին այդ հրապարակի համար, որպես հրապարակը բացեն։ Եվ 60 թվականի վերջերքին, երևի հոկտեմբերին, նոյեմբերին, չեմ հիշում, երևի նոյեմբերան այդ տոների կապակցությամբ հրապարակը բացեցին։ Քաղաքի հրապարակը Իլալա Պիտաչոկի առաջի մեր գորիսպալկոմի կողքին։ Ստալին արձանն էլ Պիտաչոկի կենտրոնում այն ժամանակ մեր տունը որ քանդեցին, մենք նոր տուն ստացանք Դերժինսկում, այդտեղ մի քանի մետր ճանապարհ էր ու խոր ձոր էր գնում դեպի ստադիոնը։ Աստիճաններ չկար, բան չկար։ Սա ծառեր ոնց որ անտառ էի, միջև ստադիոնը անտառի ձև էր, այս դեկորատիվնի ծառերից էր, յոլկաներ էր, բան տենց։ Մանկությունով սա մեր այս թաղամասում անցավլի, այս ձորակում։ Բնությունը հիմա շատ է փոխվել։ Յուրի Արաքելյան, Ստեփանակերտի բնակիչ, մինչև 1960 թվականը ապրել է Մագիլևսկայա 31 հասցեում։ 50-ական թվերքին փոքր երեխաներ էինք, մինչև կես մետր, դաժե մի քիչ շատ ձուն էր գալիս։ Առավոտը երենք կենում ճանապարհները մաքրում էինք, որ մեր կաշոլկի բանվորները ասնամնոյը սա քաղաքի մեր թաղով էին անցնում, գնում աշխատանքի։ Տենց երանդուն բանն է եղելի երեխոցու մեջին, հետո հավաքում էինք, գալիս էին մեքենայով դնու հավաքում էինք, տանում էին, մենք ավտոբազի մոտ խոր փոս կար։ Լուսնում էին դեղ, որ ամառը ենտակ ժամանակը լեմոնատը բանը սարով։ Հիմա կվան նման չլի, որ սա խալադինիկն է դրած, առաջ հետաքրությունը տենց է եղել։ Կարամ ասեմ մեր Պիտաչոկի մասին, Երանի 50-ական թվերքին ավելի շատ գեղեցիկ կար մեր Պիտաչոկը։ Հիմա էլ ոչինչ, լավ է,
բայց կարելի ալալ մի ուրիշ տեղ սարկած են հինու թողած։ Մեզ հին Ստեփանակերտում դուխավոյ արկեստր կար, էստրադային արկեստր կար, նվագախումբեր կար, Բարխուդարով գենան բանը գալիս էին նվագում էին ու այն ժամանակ համեմատած ki ոչ մի մեծ քաղաքներում տենց բան չի եղել։ Մեր ձեսկի բանը պուրակը Սակո կար մեր քաղաքում հայտնի ակարդոնատուղարլի, նա իրան խմբով սա երեխաներին, քաղաքի բոլոր երեխաները գալիս էին դեղ պարում հանգիստ ու ուրիշ ալ։ Դե հիմա մի քիչ են չի լի։ Լենին արձանը, որ բերան երկու մասի ու ուպակովկա արած բերել են ու հավաքելու ժամանակ դե մենք էլ երեխեք ենք, ախր հետաքրքիր է մեզ համար, որ տեսանք լի հետ Լենինը եթե ժիվոչի լագոն է արձանը։ Դե այնց մեծ է լի, երեխեք ենք մտնում ենք մեջ դուրս են գալիս դե հենց, հետո միացրեն իրարանից ու գրանը բերեն դրեցին։ Հենց մեր այգում Լենի արձանը մեր այգում էին դրել։ Որ այդպես դառավ մեր հրապարակը, Լենի արձանն էլ դրած, տրիբունան։ Հրապարակը մինչև 60-ական թվականները պարադներ չէր լինում։ Պարադները կատարվում էր Լենինի պողոտայով, այն ժամանակ Լենինի փողոց էինք ասում, Լենինի փողոցով եւ տրիբունան էլ հենց մարզային սովետի շենքի անկյունում դրված էր։ Կառավարությունը տրիբունայում կանգնում է, ես էլ եմ պապայի ձեռից բռնած գնացել այդ տրիբունայի առաջով եւ գնում ենք Պետաչոկով փռում էինք ու արդեն ազատ էինք։ Այ հիմնական պարադը Լենինի փողոցը էր։ Ու արդեն Լենինի հուշարձանը դնելուց հետո հրապարակի ստեղծումից հետո եւ 60-ական թվականներին տրիբունալների ստեղծումից բանից հետո լրիվ ծիսակատարությունները, պարադները բանը կատարում էր հրապարակը։ Հրապարակի բարեկարգման երկրորդ փուլն առանձնացավ նրանով, որ հայ ճարտարագետներն ու շինարարները սկսեցին հակադրվել Բաքվի վարած քաղաքականությանը։ Հայի հնարամտության շնորհիվ շինություններում տեղական շինանյութ կիրառվեց։ Երկրորդ փուլը, եթե ասենք, ուրեմն այ արդեն սա մարսովետի շենքն է։ Այ այստեղ այս թևի հիմքը ես արդեն տեղադրելուց աշխատում էի շենքի վրա որպես աժղեկ, երիտասարդ, ինժեներ, նորավարտատեկած։ Ուրեմն այստեղ ինչ կար, գոյություն ուներ ուրեմն ռուսական եւ հայկական դպրոցներ եւ այս շենքի տեղը սպորտ հրապարակներն էլ այդ դպրոցների մեծ հենապատով եւ դրա դիմացը ուրեմն մի փոքր պուրակ կար, այդ պուրակի մեջ դատախազության շենքն էր, որը ոչ ճարտարապետության, ոչ իր էության չէր ընդգրկվում այս հրապարակի բանի մեջ։ Եվ ուրեմն այդ բոլորը, երբ որ արդեն մենք անեցինք, հրապարակը բացվեց եւ Պյատաչոկի հետ այս ստեղծվեց մի քիչ ավելի լայնացավ։ Առաջի երևի միաձուլ կարկասային շենքն է Ղարաբաղում։ Նու ես դժբախտաբար չեմ հասցրել այս շենքը ավարտել, հետագայում աշխատել են ուրիշ մասնագետներ, որտեղ այդ տարիներին սկսվեց կոշկի ֆաբրիկայի գործարանի կառուցումը, ես արդեն տեղափոխվեցի այն մասը։ Այն գաժի բանը, սվաղը, որ ասում ենք, այն ժամանակ ուրեմն մենք առաջին օգտագործել ենք ստեղ։ Նախագծերը գալիս էին Նամանավանդես ձևի կառավարական շենքերի կառուցման համար, գալիս էին Բաքվում, իհարկե որոշ հարցերը մենք հնարավորի չափ
ինչքան որ ես հետո կասեմ, հնարավոր է հակադրում էինք, որ մի քիչ փոխենք, մի քիչ հայկական շունչ տանք շենքերին, բայց ժամանակները շատ խիստ ուրեմն պահանջներ կար նորմաների, միշտ չէր ստացվում։ Այ տենց է, բայց շինարարները այն ժամանակ շինարարները իհարկե բոլորը մերոնք էին, Տրեստի կառավարիչ էին ժամանակ, Բեդյան Մագիչ Համբարձումովիչներ, շինվարչության պետն էլ Ասատուրյան Յուրի Բագդանովիչ։ Դրանից հետո ես որ գնացա, այստեղ Միրզայան Ազատ կար, Սայադյան Վազգեն եւ այլ Գևորգյան Ռուբեն, այդ ինժեներները շարունակեցին այդ շենքը ավարտելուց։ Այն ժամանակ քաղաքի ճարտարապետը Յուրի Հակոբյանն էր։ Իմիջայլոց ինչքան բարի, ինչքան հումորով, ինչքան էլ ինքը խստապահանջ էր։ Եվ մենք այս կարմիր գծերը, ուրեմն շենքի, երբ որ արդեն նշահարկում էինք, մեծ, ես ինչ եմ անում, երևի մի 2-3 օր աշխատել ենք, որտեղ այս փողոցը, որը կոչվում էր Մագիլովսկայա, հետո հիմա Նելսոն Ստեփանյանն ա դառել, անկանոն կառուցված շենքեր էին եւ պետք է փնտրեինք ուղղակի մի հատ ինչ որ միջին բան, որտեղ քաղաքի գեմպլաններ չկա, ռուվագիզը չկար, պետք է ուղղակի այս շենքերի կարմիր գծերը տեղադրեինք, որ հետագայում այս բոլոր կառուցված շենքերը արդեն դրա հետ ինչ որ ձևի կապվի։ Երրորդ փուլը այս մեր հյուրանոցի գծանք ստեղծեցին ինչ որ մի հատ հասկանալի շենքով, իհարկե մենք շատ էինք պայքարում, որ այդ նախագծով այս շենքը չտեղադրեն, քանի որ սա ինչ որ մի հատ հանրակացարանի տիպի նման շենք էր եւ ես համարում եմ մեր լավագույն գեղեցիկ շենքերից, բայց չստացվեց, այդ շենքը կառուցեցինք եւ բարի բախտաբար հետո հանեցին։ Այս նոր շենքը ոչինչ էլ, ինչ որ ձևի հետ համընկնում է։ Այս շենքը 30-ական թվականներին էին կառուցել եւ բավականի բարձր որակով, ես հիշում եմ այն սալերի հետ Դամետովի պլիտկային ասում, այդ ժամանակ նույնիսկ գույնավոր մինչև 60-50 թվական, մինչև այս վերջի վերանորոգում այդ սալերը, այդ սալիկները նորմալ ուրեմն գոյություն ունեն եւ երևի թե գրեթե առաջի ուրեմն միաձուլ բետոնի ծածկերը արել են այս շենքի վրա եւ ընդհանրապես ճարտարապետորեն լավ ալուծված, բացի դրանից այս շենք հետաքրքիր էր, որտեղ ով որ գալիս էր Ստեփանակերտ, իհարկե ապրում էր այստեղ, մեզ համար հետաքրքիր էր։ Ես հիշում եմ այստեղ Վահրամ Փափազյանին, որ այստեղ էր ապրում, Կոնստանտին Օրբելյանի նվագախումբն էր եկել այստեղ ապրում, Թաթուլ Ալթունյանի, հիշում եմ, Թաթևիկ Սազանդարյանն էր այստեղ, ասում են Ավետիք Իսահակյանն էլ այստեղ ապրել։ Օգտագործված է այստեղ Մարտակերտի շրջանի քարերը, կարծեմ ներքին հորաթաղի տակից եւ տեսնում եք այդ քարերը էլի պատրաստ բլոկով առանց սալապատման այսպես մինչև վերջ կառուցվել է։ Այսինքն եթե ինձնից հարցնեք, սիրված շենքերից մեկը սա է։ Իմիջայլոց սա հնագույն շենքերից մեկն է, որտեղ որ կա հայկական ոճ, հայկական շունչ, հայկական ջերմություն եւ գուցե շենքի վրա եւ կա նաեւ թամանյանական ինչ որ ձեռագիրը։ Մյուս փուլը էս հիմա երիտասարդական պալատի կառուցման ուրեմն փուլն է, որ ի սկզբնե կառուցվել է որպես կոմունիստական գաղափարախոսության շենք։ Եվ ուրեմն այստեղ էլ կային ուրեմն մինչև այդ ցածրահարկ շենքեր, հետո որ սա քանդվեց, այն ժամանակ ես աշխատում էի որպես տրեստի գլխավոր ինժեներ, սա բանի կենտրոնական կոմիտեի ֆինանսավորման միջոցներով էր եւ այստեղ շեղումներ, բան ընդհանրապես կատեգորիկ չէին թվում, բայց ոնց որ տեսնում եք, մենք այստեղ օգտագործել ենք մեր բոլոր Ղարաբաղի քարերը, որ մի քիչ այդ կոմունիստական հնչումից անցնենք մի քիչ մեր Ղարաբաղի շունչը տանք էլ այդ շենքից։ Դրսից էս մեր քարերն է, ներսից էլ բոլոր, ինչքան որ եթե հիշում եք, բոլոր Ղարաբաղում գտնվող քարերի, այն լավ համահնչող քարերի ուրեմն բանն է, հավաքածուն է։
Եվ սա ինչ որ միտեղ դարել է նաև ոնց որ ցուցահանդես մեր քարերի, մեր գեղեցկության, մեր ուրեմն Ղարաբաղի, նույնիսկ ես կարող եմ հիշեմ sense մի բան, այդ ժամանակ որ գարուցում էինք այս շենքը, բացվեց Շուշիում Վադիֆի բանը, դամբարանը։ Եվ Հեյդար Ալիևը իր մեծ խմբով երևի մի 20-30 հոգով եկավ այնտեղ, ուրեմն այդ բացմանը մասնակցեց եւ մտավ շենքի մեջ։ Եվ ես պետք է զեկուցեի, ուրեմն բանով նախագծով բան զեկուցում է, ես տեսա, որ իր ուշադրությունը ինչ որ են ներքևի կատարողների բանի վրա է գրած, Կարելին, Դաթիև, Մարկարյան, ուրեմն Դաթիևը լեզվի էր, Կարելինը դե պարզավոր ռուս էր, ու սենց ասես ես բա Մարկարյանը ով է, ասի ճարտարապետն է էլ ես, բանի ճարտարապետն է, բա ստեղից է, դա չի ասեմ Բաքվից է, Բաքվի է ձեր նախագծային ինստիտուտի գլխավոր բանն է, ճարտարապետն է, ինքն էլ 3 բանով, սերունդով Բաքվից է, աշխատել է Նաջարովի հետ, Նաջարովն ու գիտեք բանն է այդ, իրանց կառավարական շենքի հայ էր, ճարտարապետն էր, հիմա որ Բաքու կա կառավարական շենք։ Ասենց մի քիչ զգացի, որ փոքր լարվածություն ստեղծվեց, ինչ եմ ուզում ասել, որ նույնիսկ այդ մակարդակով ինչ որ տենց հարցերի են ուշադրություն դարձնում։ Ես չեմ ասում, որ շենքերի ուրեմն շենքի նախագիծը փոխել կամ ինչ որ մի բան, դա, բայց փորձել ենք, արել ենք եւ մնացել է, էլի։ Ճիշտ է, գուցե որակ այն ձևի չի, որտեղ այն ժամանակ այն սարքավորումները, բանը մշակման չեն եղել հիմիկվապես, բայց ամենայն դեպս սենց մի գործ այստեղ արել ենք։ Հիշում եք, այստեղ մի հատ շենք կար, բարձր շենք։ Այդտեղ մենք ավելի առաջ գնացինք, ոչ թե մենակ Ղարաբաղի քարերը, եթե հիշում եք, բոլոր Հայաստանում գոյություն ունեցող քարերը բերենք դրենք այստեղ։ Իհարկե ամեն մի քար երևի մեր շինարարների վրա մի հատ նկատողություն կամ ինչ որ մի հատ սարխոս, բացի շենքից դուք եթե նկատել եք բոլորին հարգանի շենքերը եւ այն են, որ դիագնոստիկայի շենքեր, հիմա նա էլի մեր նախագծով կոնկրետ ես եմ դեղ մասնակցել եւ այդ տուֆապատման հարցերը լուծել ենք եւ իհարկե մեծ օգնություն են մեզ արել, այն ժամանակ շատ դժվար էր, ֆոնդային նյութեր էր դա կոչվում, բայց չէին թողնում, բայց այն ժամանակ ուրեմն բանի նախարարը այդ կար նախարարություն Մինպրոմստրոյ մատերիալով այդ նախարարն էր եւ Իմիջայելոց մեծ օգնություն եւ ցուցաբերեց եւ Զորի Բալայանը այդ հարցի ուրեմն քարերի լուծման համար եւ իհարկե ճարտարապետ Յուրի Հակոբյանը, որի հետ այս բոլոր այս քարերի բանի sense բանը մշակեցինք եւ ստացվեց։ Ճիշտ է, լարվածություն էլի եղել է, բայց ստեղծել ենք այդ բանը։ Ինչ որ հնարավոր էր, իհարկե անում էինք, որ մի քիչ հայկական շունչ լինի էլ այստեղ այս քաղաքում։ Եզրափակվում է հրապարակի շինարարությունը, հարցը կհետաքրքրի շատերին։ Կարելի է ենթադրել, որ հայկական երկրորդ պետության մայրաքաղաքի հրապարակի համար այս տեսքն է նախանշվել։ Դե սկզբնական կառուցապատման ժամանակ իհարկե մեծ ուշադրություն է դարձվել ճարտարապետության վրա եւ հետաքրքիրը նա է, որ մի քիչ մոտեցումները դեպի ազգային եղել։ Հետագայում արդեն Բաքվի կողմից հայկական ոչ մի ոճ, ոչ մի բան, բայց մի քանի շենք, որ պահպանվել են, ասում են Ռոզվեդոմը, այսօր 5 քաղաքապետարանի շենքը, իր ճարտարապետական լուծումներով գեղեցիկ շենքը, սիրուն շենքը։ Եվ այդ շենքից 2 հատ են կառուցել մեր քաղաքում, բայց ոչ մեկը չգիտի, թե այդ որն է երկրորդը, որ ասում ենք այդ Ռոզվեդոմը,
բայց ոչ մեկը չի նկատում, որ նույնատիպ շենքերն են, նույն ձևի լուծած, մի քիչ սյուների տարբերությունով։ Դա մեր հիվանդանոցի շենքն է։ Նույն ոճով, նույն կառուցվածքով, նույն ձևով, նույն սյունազարդով, այսօր են հիմ մուտքով որ մտնում ենք, առաջ որ չէր գործում, բակից էին մտնում, այն եղելները բանը չէին թողնում այդ ճակատը երևա։ Ընդհանրապես այս մասում մեր հրապարակի կառուցվող շենքերը պետք է մի քիչ զգուշ լիներ, մի քիչ պետք է տակտով դնեն, այսինքն պետք է համընկնի ընդհանուր բոլոր այս շենքերի ճարտարապետության հետ եւ այս բոլոր շենքերը երևի պետք է վերակառուցվեն, թեկուզ այս մեր այս բանի հյուրանոցի շունչը պետք է ամեն տեղ լինի։ Հենց նայում եք չես հասկանում, սա հայկական է, լիտվական է, թե սա ինչ որ միտեղ Սիբիրում կառուցվող շենքերի ճարտարապետություն է։ Դիտեք, պետք է մեր մայրաքաղաքը ունենա իր տեսքը որպես հայկական երկրորդ հանրապետության մայրաքաղաք, եկող որ գաստեղ ասե, հա, ես մտել եմ, ուրեմն ոնց որ Երևան ենք մտնում, հայ ազգի մայրաքաղաքն է, այստեղ էլ որ մտնեն, ասեն, այո, երկրորդ հայկական մայրաքաղաքն է եւ նույնիսկ ավելի ժամանակակից ձևով պետք է սա նախագծվի, կառուցվի։ Հրապարակի ստեղծման պատմությունից մեզ այսքանը հաջողվեց հավաքել ու ներկայացնել ձեր ուշադրությանը։ Պահոցի թողարկմանը սպասեք հաջորդ ամսին։